Եկեք ես ընդդիմադիրների ասեմ, որ դուք պիտի խնդրեմ, որ մեկնաբանեք։ Ուրեմն այդ փոքր ուժերից շատերին ասում եք, ինչու եք մասնակցում, դուք գիտեք, չէ՞, որ ասենք սա է։ Գյումրիի օրինակ, ասենք Վարդան Ղուկասյանն է, կարող է կամ արդեն այդ վաղաշապատում պարզեր, որ Սևակն է, կարող ասում են, որովհետև մենք հիմա Խոյ համայնքը սա միացրել, մենք կարող ենք այնտեղից ձայներ բերել ընդդիմությանը։ Խոյից բերեցին։ Երկու գյուղից ու անից Մայր Հայաստանը բերեց մասամբ։ Մենք կարող ենք բերել, ինչը չի կարողանալ եւ մենք սրանով կաջակցենք։ Այն մյուսը նույն կերպ ասում է, դե ես օրինակ բերում եմ այն ձայները, որ իրենք Սևակը չէր կարող վերցնել, ենթադրում եմ մյուս ուժեր, ասենք։ Լավ, ես հասկացա ինչ են, ես հասկացա, եկեք մեկնաբանեմ։ Բանի ընտրություններին, համայնքային ընտրություններին իրավունք ունեն, sense բան ասելու։ Այդտեսեք, բան չեմ ասում։ Համայնքային համապետականին չէ։ Բացատրեմ տարբերությունը։ Ես խնդրում եմ մի քիչ հատ կբացատրես, որ տեղ հասնի, որովհետև մեր կարկառուն քաղաքական ուժերը այդպես էլ չեն գիտակցում եւ նույն կերպ ես շատ կուզենայի, որ նաեւ լսեին մեր առաջնորդները, նախկին նախագահները եւ գործարարները այս բացատրությունը, որտեղ բերում են այդ օրինակը, ասում են համապետականն էլ մենք սենց առանձին կգնանք եւ կստացվի, խնդրեմ։ Նայեք տարբերությունը, իրական շատ պարզ է, ասենք մի քիչ անկապել է պետք է ամենապարզ բանը բացատրես, բայց լավ։ Համայնքային ընտրությունների տրամաբանությունը այլ է համապետականից։ Ինչով։ Համայնքային ընտրություններում անձնավորվածության տեղում լոկալ անձնավորվածության աստիճանը շատ ավելի մեծ է։ Իսկ այդ քաղաքական կոմպոնենտը սա սրա թիմից է շատ ավելի ցածր։ Ինքն էլ պատկերացեք, պետք է գնաք, ասենք ձեր գյուղի գյուղապետին, դե հիմա համայնքապետը դարը, պետք է գնաք ընտրեք։ Ձեր, ասենք, Գերդաստանից է, դա ուզում է ԿՊ-ից լինի, ուզում է ՄՊ-ից լինի, ուզում է լինի, ձեր բարեկամն է։ Այսինքն այդ քաղաքական աբստրակցիան վերանում է եւ սկսվում է արդեն այդ հարազատության բանը։ Դրա համար, այո, կարա այսպիսի դեպք լինի, որ ես այդպես մանր անալիզի չեմ ենթարկել, դուք ասիք վստահում եմ։ Կարա այդպիսի դեպք լինի, որ պայմանական Մայր Հայաստանը կա, ասի գիտես Խոյում կա, ասենք 3 հատ գյուղ, ասենք այդ համայնքում, որտեղ ինչ որ նոյի թվի միլիոն տարվա նախկին համայնքապետը մեզ հետ է, անհաշտություն կա, ասենք պոտենցիալ հաղթողի հետ, Սևակի հետ, այնտեղ երթում են ուտում, քֆուր են ուտում, ասում են ոչ մի դեպքում իրան չենք ընտրի եւ այլն, բայց հա ԿՊ-ին էլ չենք սիրում, դու ունես կընտրենք։ Ու հենա ասում եք ինչ որ երկու գյուղում ընտրել են, շատ լավ է։ Կարա սա աշխատի համայնքայինում, որովհետև էլի եմ ասում, գիտական բառերով եմ ասում, քաղաքական, գաղափարախոսական աբստրակցիան այստեղ նվազում է, դառնում է ինչ որ ազգակցական կապերի ավելի լոկալ հիշողության, լոկալ պատմությունների, հիշենք նաև Գյումրիի պատմությունը, ինչ որ արյան վրեժ կար, ինչ կար, վենդետա կար միլիոն տարվա։ Գալի հասնում է դրան։ Համապետականի դեպքում այսպես չի աշխատում։ Համապետականի դեպքում քաղաքական աբստրակցիան է մեծանում։ Մեկ եւ ամենակարևոր բանն եմ հիմա ասելու, հենվելով էլի մեր հարցումների տվյալների վրա, բայց ես գիտեմ, որ մեր գոլեգաների հարցումներն էլ են նույնը ցույց տալի եւ ոչ 1 տարի 20-21 թվականներից սկսած, բայց այս մասին երբեք գրեթե չի խոսվում։ Պրոբլեմը այն է, որ համայնքայինում դու կարաս ասես, կա երկու սեգմենտ, կա 3 գյուղ, ասենք այդ Խոյ համայնքում, որ չեն սիրում Սևակին, բայց մեզ կընտրեն։ Դու կարաս այդ 3 թիրախը հավաստանշես, ապացուցես ճիշտ դուրս գաս, վերջում է ճիշտ դուրս գաս, հալալա։ Համապետական ընտրություններն պրոբլեմն այն է, որ ԿՊ-ական, նիկոլական ընտրազանգվածը ինքը հստակ թիրախավորովի չի, կա ընդդիմության մեջ տարածված սխալ կարծիք, թե իբր կա ինչ-որ հատուկ սեգմենտ, իդեպ նոր դուք էլ դա ասեցիք, բայց բոլորս ենք այդ բանը, հա, այդ թյուրն բռնումը ինչ-որ չափով վերարտադրել, որ կա ինչ-որ սեգմենտ, որը ավելի շատ է ընտրում Նիկոլին։ Ես ձեզ հավատացնում եմ, որ նման սեգմենտ չկա։ Մոռացեք այդ պնդումը, թե իբր գյուղաբնակ, տարիքով, ցածր կրթական ցենզով, աղքատ կանայք են ընտրում իրան։ Չկա այդպես սեգմենտ։ Նիկոլին սիրողները, ասենք կա չէ, ինչ-որ տոկոս իրան սիրում են, հավանում են, ընտրելու են։ Հավասարաչափ բաշխված է բոլոր պարամետրերով, եւ սեռ, կնիկ մարդ, տղամարդ, եւ տարիք, ահել-ջահել, միջին տարիք, գյուղաբնակ, քաղաքաբնակ, մայրաքաղաքաբնակ, կրթական բարձր ցենզով, ցածր ցենզով, գրագետ, անգրագետ,
հարուստ, Հենրիկ Հովհաննիսյանը ձեզ օրինակ ակադեմիայի թղթակից անդամ բանը Մահվան Շեմին հələ դեռ Նիկոլա ասում։ Աստված առողջություն տա։ Հավասարաչափ բաշխված է։ Սա էլի բացատրելի է, հիմա ստե չխորանանք, որտեղ ուրիշ թեմա ենք խոսում, բայց սա նշանակում է, որ համապետականին ոչ մեկը չի կարող գա ասի, գիտես, այս սեգմենտը, գիտենք, չէ, ասենք տարիքով գյուղաբնակ, ցածր քրթական ցենզով կանայք են, այդ կնանիկ մեզ չկան այդ կնանիկ, հավասարաչափ է բաշխված, սա խոյի 3 գյուղը չեն, որ համ հակասևակ են, համ հակակպեն, բայց կգան, ասենք, Մայր Հայաստանին կընտրեն, ստեղ չկա տեն սեգմենտ, որ դու տենց հավաստանշես, ասես, այ սրանք իմ վրա, հավասարաչափ բաշխված, այսինքն դու մտնում ես պայքարի մեջ, ասես մի հատ ուղակի համահարթ, համապետական պայքար է, ուտեղ արդեն աշխատում է, դու ինչքանով ես հայտնի, ինչքանով ռեսուրս ունես, ինչքանով ընդդիմադիր ընտրազանգվածը քո հետ հույս կկապի եւ այլն եւ այլն։ Այո, պարզ է, որ կան ընդդիմադիր տրամադրված առանձին մարդիկ, առանձին խառը ըստ սեռատարիքային աշխարհագրական բանի իրանք կան, որոնք ասենք, հա, դաժե թիվ 1 ընդդիմադիր ուժին, թիվ 2 ընդդիմադիր ուժին չեն ընտրի, բայց վիճակագրորեն իրանք նախ քիչ են եւ երկրորդ էլ եմ ասում, իրանք անհնար է հավաստանշել որտեղ են իրանք, որտեւ իրանք ոնց որ ասենք այս շենքի կվարտիրաները, չէ, խառը կվարտիրաներում են, մի կվարտիրա չի որ մտնես ասես։ Հետևաբար եթե ամփոփ համապետական հետևաբար համապետականին այս տրամաբանությունը չի աշխատում։ Աշխատում է ինչը։ Աշխատում է ճանաչելիությունը, աշխատում է ուժը, նույնիսկ եթե ինքը քարոզչության մակարդակում որպես թունավոր ուժ է ներկայացնում։ Իմիջիայլոց Երվանդ Բոզյանը մի հետաքրքիր բան ասեց, ասում է, երբ որ մենք գնում ենք, ասում է, պարզա, չէ, կարողանալու ենք հասնել դրան 12 մանկապարտեզ է ընդհանրապես, SSS հաշվարկն ենք արել եւ կարող ենք այդ մանկապարտեզները դառնալ անվճար։ Որ բանում 12 մանկապարտեզ կայ ընտրական բանում վաղարշապատում։ Այո։ Ասում է, իրենք շատ ազնվոր են բան բացատրում էր, ասում է, իրենք նայում են Դες մեծ մասը չի հավատում, բայց ասում եմ, եթե կանգնած է այդտեղ մի հատ ինչ-որ խոշոր գործարար, մի հատ ուժեղ մարդ, նայ ասեն, հա, եթե ասում է կգա կանի։ Այսինքն իրենք էլ ընդունում են, որ մեկը այդպիսի առաջնորդներ են պետք։ Ժողովուրդը ուզում է այդպիսի առաջնորդների։ Եվ երկրորդ փաստարկը, որ ասում ես, ինչի, ես ասենք հանդիպեցի երկու ուժերի, գիտեմ որ ձայնն, ասեմ, դուք ինչու չմասնակցեցիք եւս 1000 ձայն կամ 700 ձայն եւ կանցնեիք, վստահ եմ, չէ՞ որ դուք կունենայիք, ոչ թե կունենայիք 700, դուք կունենայիք, չգիտեմ, քանի հազար ձայն։ Ասում եմ, որովհետեւ մենք հարցում ենք անցկացրել, այդ ձայները, կարծես ես ճշգրիտ գիտեն, եթե մենք մասնակցենք կտանեինք Սևակից կամ մյուսներից, դրա համար չենք մասնակցել։ Ազնիվ են կարծում եք։ Դե ես Էջմիածնի հարցումներ չունեմ ձեռքիս տակ, մեր կազմակերպության արածը համապետական էր, Էջմիածնի չէր, ու քանի որ համայնքային ընտրությունների լոգիկան ոնց ես ասացի մի քիչ ուրիշ է համապետականից, ինձ դժվար կլինի բան անել, ինձ դժվար կլինի այստեղ հստակ գնահատական տալ, թող դա մնա որպես հիմնավոր պնդում, որտեղ ես հիմա դա չեմ կարա հերքեմ, բայց ինչը ես կարամ պնդեմ, որ ընտրությունները, որպեսզի ընտրություններով հնարավոր լինի հաղթանակ տանել, դրա հավանականությունը շատ մեծ չի, բայց զրոյական էլ չի կա։ Պետք է էլ եմ ասում, որ ընտրությունները դառնան իսկական մրցապայքար։ Երբ որ մի կողմից պայքարում է իշխանությունը, որը արդեն օտար բառով ասած զավեդեմը, հա, գլխանց ինքը ուժեղ է, իսկ մյուս կողմից մի քանի ֆրագմենտացված ուժեր են, այդ դուք ձեր մեջ գիտեք, որ հա մենք գնալու ենք ընդդեմ կպնենք բան եւ այլն, բայց պետք է նայել մարդկանց աչքին։ Իրանք տենում են ստեղ կա մի ջանավար իշխանությունն է, իսկ ստեղ կան ասենք ինչ որ խառը սաղ ոնց